Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն, պարոն Նավասարդյան։ Մենք խոսելու ենք Հայաստան-Ադրբեջան իրադրությունից, Հայաստանի վարչապետը այդտեղ մի միտք է արտահայտել, որը կարելի ասել նոր իրավիճակ կարող է բերել, դա սահմանադրության նոր նախագծում անկախության հռչակագրին հղումը հանելու անհրաժեշտության մասին իր կարծիքն է, բայց մինչ այդ Գյումրիում ընտրվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, չնկարագրեմ նրան, բոլորը գիտեն, ով է ինչ հայացքներ ունի, հայացքների դեպ ոչ միայն կրոնական, որը իր նեղ, այսպես անձնական տիրույթն է, այլև աշխարհաքաղաքական, նա պարզվում է միութենական պետության կողմնակից է, ինչ գնահատական ունեք, պարոն Նավասարդյան։ Դե ես առաջին հերթին կառաջարկեի, որպեսզի մենք ընդհանրապես չկապենք Վարդան Ղուկասյանի ընտրությունը այն կուսակցության անունի հետ, որով ինքը առաջադրվել էր։ Թեև կարելի է ասել, որ այդ միութենական պետության միանալը ինչ որտեղ կարող է եւ համընկնի կամ համահունչ լինի կոմունիստական կուսակցության այդ մնացորդների օրակարգում, բայց այն, որ հենց այդ կուսակցության անունով ցուցակը հավաքեց երկրորդ ամենաշատ ձայները, կարծում եմ ոչ մի բան չի նշանակում, եկեք մտորենք, ասենք եթե Վարդան Ղուկասյանը առաջադրված լիներ հակառակ գաղափարական ճամբարի կուսակցությունից լիբերալ դեմոկրատականից, որը վերջերս մեր ընտրական գործընթացներում չի մասնակցում, արդյոք ինքը այլ քանակի ձայներ կհավաքեր, իհարկե ոչ, քանի որ պատճառները միանգամայն այլ են եւ անձին վերաբերմունքը եւ կլաների միջև հարաբերություններն են, որոնք հիմնական դերակատարությունը ունեցան։ Ինչ վերաբերում է այսինքն կլանային որոշման արդյունքերը Ղուկասյանին քաղաքապետ դարձնել։ Նո կլան պայմանական ենք ասում, ամեն դեպքում թաղեր, հարաբերություններ, տնտեսական, սոցիալական եւ այլն, գործատու աշխատող հարաբերություններ, բազմաթիվ հանգամանքներն են, որոնք ազդում են ընտրությունների արդյունքների վրա, մանավանդ այնպիսի ավանդապաշտական քաղաքում, ինչպիսին Գյումրին է։ Եվ հիմա ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես է աշխատելու ավագանին եւ ինչպես է աշխատելու քաղաքապետարանը։ Այստեղ կարող է լինել մի քանի սցենարներ, ըստ իս ամենալավ սցենարը կլիներ, եթե ունենալով, կարելի ասել հակառակորդներ ավագանիում, իդեմս Մարտուն Գրիգորյանի եւ իր աջակիցների եւ քաղաքացիական պայմանագրի կունենան ինչ-որ հակակշիռ քաղաքապետը եւ այն որոշումները, որոնք չեն բխում, ասենք, հասարակության շահերից, ուղղակի չէր կարողանալու անցկացնել, բայց լինեին նաեւ կառուցողական հարաբերություններ, այնտեղ որտեղ լավ բան է առաջարկվում կամ ավագանու անդամների կողմից կամ քաղաքապետի, այսպես համախմբված տարբերակով իրականացնում ենք, բայց առաջին նիստը ցույց է տալիս, որ ըստ երևույթի այլ սցենարի ականատեսնենք լինելու առճակատման եւ իրար խանգարելու։ Այսինքն Ղուկասյանին ընտրողները Մարտուն Գրիգորյան եւ մյուսներ խանգարելու են ավելի շատ։ Գոնե քաղաքացիական պայմանագրի պահով չմասնակցելը, այդ քվեարկությանը խոսում է նրա մասին, որ չեն համակերպվել արդյունքների հետ ընտրությունների եւ փորձելու են հնարավորինս խնդրահարույց դարձնել քաղաքապետի աշխատանքը, մանավանդ որ իրանք միակը չեն, ով ասենք Վարդան Ղուկասյանին որպես անձի չեն ընկալում ավագանիում։ Եւ դա իհարկե լավ նորություն չի։ Ես չգիտեմ, ես ամեն դեպքում կարծում եմ, որ եթե այս կամ այն քաղաքական ուժը ցանկանում է տևական ինչ-որ դերակատարություն ունենալ զարգացումներում, համայնքի կարող էր եւ ընտրել իմ ասած ճանապարհը, այսինքն կառուցողական համագործակցության, որտեղ դա նպաստում է քաղաքի շահերին եւ որտեղ կան կասկածներ կոռուպցիայի կամ
այլ չարաշահումների այնտեղ հանդես գար որպես անդիմություն։ Դա երևի համայնքային իշխանությունների համար կամ ինքնակառավարման մարմինների համար լավագույն տարբերակն է, ցավոք մենք նման օրինակներ շատ քիչ ունենք երկրում եւ Գյումրին հավանական է նրանց շարքին չմիանա։ Վարդան Ղուկասյանը երևի միայնակ չի կարող, չէ՞, Գյումրին մտցնել միութենական պետության կազմ, սա իհարկե կատակի տեսքով, բայց այսպիսի գաղափարները պոպուլյար են։ Եվ ես ընդհանրապես կարծում եմ, որ դա նաև եվրոպական պրակտիկա է, որ տարբեր համայնքներում կարող են տարբեր քաղաքական հայացքների Գերմանիան դրա լավ օրինակն է։ Տեր մարդիկ լինեն եւ դա բացարձակապես չի խանգարում այդ համայնքին զարգանալ, իսկ պետությանը տանել իր աշխարհակաղակական ընտրության համապատասխան արտաքին քաղաքականությունը, պես որ ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում մարդ, հա, ես նույնիսկ համոզված եմ, որ իրեն ձայն տվողների բավականին մեծ մասը, ասենք, միութենական պետության կողմնակիցը չեն, պարզապես ձայնը տալով Վարդան Ղուկասյանին ոչ թե դրանից էին ելնում, այլ արդեն իմ նշած հանգամանքներից։ Այլ գործոններից, այո, միգուցե 13 տարվա պարոն Ղուկասյանի կառավարումն են կարոտել գյումրեցիները, չգիտեք։ Ու կամ գյումրեցիների մի մասը։ Այո, մի մասը առնվազն, բայց տեսեք, ընդդիմության շարքերում կար որոշակի ոգևորություն, որ այս ձևաչափը եւ մեխանիզմը կարելի է 26-ի ընտրություններում կիրառել, ասենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, միգուցե եւս մի երկու ուժի միջոցով հավաքական ընդդիմությունը քպեից դուրս մյուս ուժերը գնան տարբեր ճակատներով ընտրության, ամեն մեկը հավաքի ինչ-որ քվե, բայց կոնսոլիդացված ավելի շատ քվե ստանան, քան ՔՊ-ն եւ կոալիցիա կազմեն իշխանազրկելով։ Արդյոք դա ըստ ձեզ հավանական սցենար կարող է լինել 26-ին։ Ամեն ինչ կարող է լինել, սակայն օրինաչափություն ես այստեղ չեմ տեսնում։ Շատ պարզ պատճառներով, ընդհանրապես ես չեմ հասկանում ինչու տեղի ունեցածը Գյումրիում համարում են պարտություն քաղաքացիական պայմանագրի համար։ Եվ վերջո նրանք ավելի շատ ձայներ են հավաքել, քան նախորդ ընտրություններում, բայց իշխանազրկել չեն ունեցել եւ նաեւ ձայների քանակը ավելի շատ է, քան նախորդ ընտրություններում։ Բացի դրանից, եթե համեմատում ենք Գյումրիի ընտրությունները Երևանի ընտրությունների հետ, հա, ապա ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների թվով Գյումրիում քաղաքացիական պայմանագիր ավելի հաջող է հանդես եկել, քան Երևանում, որտեղ ստացան ի վերջո քաղաքապետի պաշտոնը, հա, Երևանում, եթե չեմ սխալվում, 9%-ից մի քիչ ավել էր ցուցանիշը քաղաքացիական պայմանագրի բոլոր ընտրողների, ոչ թե քվեարկությանը մասնակցած, այլ բոլոր ընտրողների 100%-ի սահմանը։ Այո, իսկ Գյումրիում 15%-ից ավել, այսինքն նույնիսկ կարելի է հաջողություն համարել։ Սա մեկ, երկրորդը, եթե մենք կարող ենք պրոյեկտել Գյումրիի ընտրությունների արդյունքները որոշ չափով համապետական ընտրությունների վրա, եթե հիմնական համապետական մասշտաբով հիմնական հակառակորդները քաղաքացիական պայմանագրի հանդես գային իրենց անուններով եւ դեմքերով։ Այդ դեպքում մենք կարող ենք այդպես ասել, բայց քանի որ ընտրությունը գյումրեցիների անձանց հետ էր կապված եւ չէր նույնականանում համապետական, ասենք, կշիռ ունեցող քաղաքական ուժերի հետ։ Ավելի նրանք քողարկված են։ Այո, ՀՀԿ չէր, այլ ուրիշ անուններ։ Նախ քողարկված են եւ երկրորդ անձիկ էին ձայները հավաքում, այլ ոչ թե կուսակցությունները կամ նրանց դաշինքները, այլ եթե երկրորդ տեղը, ասենք, գրավեր Հայաստան դաշինք, ահա, երրորդ տեղը գրավեր Հանրապետություն կուսակցությունը, չորրորդ տեղը գրավեր Դաշնակցությունը, նո օրինակ, հա, մենք կարող ենք ասել, որ հա, ինչ-որ բան կա, բայց փաստորեն տեղական խմբեր էին մասնակցում Գյումրիում, իսկ այլ համայնքներում այլ տեղական խմբեր կան եւ նրանք բոլորովին պարտադիր չէ, որ միավորվում են տարբեր համայնքների այդ տարբեր խմբերը իրար հետ եւ միասին մասնակցում համապետական ընտրություններին եւ առայժմ եթե ոչ մի բան չփոխվի, ես որքան հասկանում եմ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են
իրավիճակը եւ դասավորությունները փոփոխել դեռ մոտակա ամիսների ընթացքում, բայց այսօր այնպիսի պատկեր է, որ ցածր մասնակցության պարագայում, իսկ ցածր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր հաշվարկներով եւ հարցումներով 70%-ը մեր համակարգացիների ընդհանրապես որևէ մեկին չեն պաշտպանում, ուրեմն չեն էլ գնալու քվեարկության կամ գնալու են ինչ որ անկապ բաներ են անելու, որպեսզի իրենց ձայնը չտան այն քաղաքական ուժերին, որոնց չեն վստահում։ Դա նշանակում է, որ ցածր մասնակցության պարագայում քաղաքացիական պայմանագիրը, որը ամեն դեպքում մնում է բավականին այսպես համախմբված էլեկտորատ ունեցող խումբ, կարող է եւ եթե չհավաքել 50%-ը, ապա եւս մեկ, ասենք, ավելի փոքր քաղաքական ուժի հետ կազմել կոալիցիա եւ ձևավորել 40-42%-ն էլ ԿՊ-ին կարող է բավարարել, այսպես բոնուսային համակարգ, փոշիացված ձայներ։ Այո, Կանոն մեծամասնության դրույթը այդտեղ կարող է գործել։ Այո։ Եվ այնպես որ դեռ վաղ է հետևություններ անել Գյումրիի ընտրություններից, թեև ես կարծում եմ, որ ամեն դեպքում եթե մենք առողջ քաղաքական զարգացումներ ենք ցանկանում տեսնել մեր երկրում, անհրաժեշտ է, որ ձևավորվի քաղաքական ուժ կամ քաղաքական ուժեր, որոնք հույսեր կարտնացնեն այն 70%-ի մոտ։ Ուրեմն կլինի հետարքիր մրցակցություն, կլինեն ծրագրեր, գաղափարներ եւ ինչ որտեղ այն հիասթափությունը ամեն ինչից, ընկճվածությունը մեր հասարակության մոտ գոնե մասամբ կհաղթահարվի։ Ես զգում եմ հայ-ադրբեջանական տաք թեման անընդհատ մեզ կանչում է, բայց մի հարց է, ակնհայտ է, պարոն Նավասարդյան, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերի միջև այդ տարակարծությունները եւ Սերժ Սարգսյանի 2 օր առաջվա ՀԿ այդ 35-ամյակի համաժողովում ըստ էության պատասխանում էր իրեն ուղված մեղադրանքներին, թե Նիկոլին դուք եք բերել այդ հարցադրմանը, ասում է դուք եք էշի ճակատը պաչել, ձեր դռանը կապեք, իմ դուռը մի բերեք, հա։ Այդ մեղադրանքը Քոչարյանի թիմակիցների կողմից, որ դուք բերեցիք Նիկոլ Փաշինյանին հակառակը եւ հակառակը դուք եք փողոցներում Նիկոլ Փաշինյանին երկրպագում, ասում է Սերժ Սարգսյանը Քոչարյանականներին, բայց նաեւ այստեղ մի ուրիշ նուրբ գիծ էլ կա, Քոչարյանի թիմակիցների կողմից նաեւ մեղադրանք կա, որ մենք ենք քեզ փոխանցել իշխանությունը, դու պետք է վերադարձնեիր, ոչ թե փոխանցեիր մեկ այլ ուժի, եւ ես հիշում եմ Քոչարյանի սահմանադրական փոփոխությունների այդ շրջանի 14-15 թվականների մի հարցազրույց, որտեղ նա ըստ էության դեմ էր խոսում այդ սահմանադրական փոփոխություններին, կասկած հայտնելով, որ դա կարող է իշխանության փոխանցման ինչ որ մի սցենարի մաս լինել։ Ինչ կարող եք ասել, այս հակասությունները արդյոք անհաղթահարելի են այնպիսի ուժգնությամբ, պարոն Նավասարդյան, որ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, որ այս երկու բևեռները միանան եւ ԿՊ-ն կիշխանազրկվի 26 թվին, կմիանան, թե չեն միանա։ Այս հարցը հասել է արդյոք այս առճակատման այս ծիրին, ինչ եք մտածում։ Ես կառաջարկեի մենք ամեն դեպքում պատմությունը հիշենք եւ կարող եմ ասել, որ հակասությունները Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ սկսել են 2006-2007 թվականներից, երբ փաստորեն նախանշվում էին 20 տարի նախագահական ընտրությունների, մինչև էլ կարող էին ինչ-որ բնականաբար տարբեր մարդիկ են, տարբեր շահերով չեն կարող նույնիսկ մտերիմ ընկերները կամ եղբայրները հակասություններ ունեն, եւ որքան էլ կապվածություն կար Սարգսյանի եւ Քոչարյանի միջև իրենց կոմիտետական երիտասարդությունից ամեն դեպքում հակասություններ կային, որոնք սրվել էին ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը բնականաբար ցանկանում էր այնպիսի տեխնացու ունենալ իդեմը Սերժ Սարգսյանի կամ մեկ ուրիշի, ով երաշխավորել, որ ինքն է շարունակելու առաջին դեմքը լինել երկրում, այսինքն այն Պուտին-Մեդվեդև մոտավորապես սցենարի տարբերակով, եւ քանի որ դա չի ստացվել, այն ժամանակվանից կան արդեն բավականին լուրջ հակասություններ նաեւ քաղաքական
մակարդակով ոչ միայն ընտանեկան կամ անձնական շահերի մակարդակով եւ կախված իրավիճակից այդ հակասությունները կամ սրվում էին կամ ոչ վերջին ժամանակների սրումը իմ կարծիքով ես միանգամից հենց այդ փոխհրաձգությունը սկսեց իմ պատկերացումով կիսվեցի միայն կրկնեմ որ տեսնում են որ ամեն դեպքում այս ընտրությունները տարբերվելու են 2021 թվականի ընտրություններից այսինքն չի լինելու այդ սև սպիտակը հա այս կամ այն կերպ հայտնվելու է ինչ որ երրորդ գույն Հա եւ եթե հայտնվում է երրորդ գույն եւ ընդամենը 3 քաղաքական ուժերի համար է երաշխավորված տեղերը խորհրդարանում ուրեմն այդ երրորդը խանգարելու է երկուսին էլ ունենալ խմբակցություններ խորհրդարանում այսինքն երկուսից մեկի շանսերն են բարձր մենք հիշենք որ 21 թվականին պատիվ ունեմը մտավ խորհրդարան միայն այն պատճառով, որ օրենքով 3 խմբակցություններ պիտի լինեն, սահմանադրությամբ 3 քաղաքական ուժեր պիտի լիներ, իսկ Շեմը հաղթահարված չէր։ Նման սցենար կարող է լինել, բայց քիչ հավանական է, որ հենց այդ երկու քաղաքական ուժերն են լինելու։ Այսինքն կռիվ է եւ դա կոնկրետ անդիմադիր, այո, այդ անդիմադիր, այն անդիմադիր զանգվածի էլեկտորատի զանգվածի համարը, որոնք հա այդ նու կոչեք դա հայրենասիրական, հա պրո-արցախյան, հա օրակարգով կմտնեն նախընտրական պայքարի։ Դա է ինձ թվում է հիմնական պատճառը այսօրվա սուր հարաբերությունների, իսկ երբ կա այդպիսի առճակատում, բնականաբար սկսում են ձևավորվել նաև գաղափարական եւ այլ տարբերություններ, ի վերջո դու պիտի քո ընտրողին ապացուցես եւ հիմնավորես ինչու ես դու առանձին եւ դա հենց այն է ինչ տեղի ունենում առայժմ գտել են մեկ թեմա թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին բայց ես կարծում եմ որ կրեատիվ մտածելու պարագայում նաեւ այլ թեմաներ կգտնվեն որոնք տարանջատելու են եւ տարբերակելու են երկու օրակարգերը ընտրություններից առաջ Շատ լավ մենք այդտեղ անպայման կհետևենք եւ զարգացումներ վստահ եմ ձեզ հետ էլի կխոսենք Նիկոլ Փաշինյանը, պարոն Աղասարյան, տարբեր այսպես ակնարկներ էր անում սահմանադրության նոր նախագծի նկատմամբ իր վերաբերմունքի մասով, բայց այսօր շատ հստակ էր։ Շատ հստակ, այդքան հստակ նա դեռ չէր ասել, որ իր կարծիքով սահմանադրության նոր նախագծում պիտի չլինի անկախության հռչակագրին որևէ հղում եւ ընդհանրապես նա ոնց հասկացանք դեմ էր որևէ նախաբանին, հա Սահմանադրություն առանց նախաբանի առավել եւս անկախության հռչակագրի եւ հիշեցնում է իր խոսքը դա այն մասին էր որ ըստ Փաշինյանի անկախության հռչակագրի տեքստը այն մասն է որ Հայաստանի անկախ հանրապետություն գոյություն ունենալ չի կարող եւ դատելով նրանց տարբեր այլ մեկնաբանություններից ցլերի եւ կարմիր հագուստով Հայաստանի։ Հա, այդտեղից է սկսել։ Այո, այդտեղից է սկսվել, դա այն է, որ եթե մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գնում ենք առճակատումային տրամաբանությամբ հարաբերություններ, օրինակ, միջազգային ճանաչում ցեղասպանության, այսպես լծվում ենք այդ աշխատանքին եւ պարզ է որ Թուրքիան այդ հարցը առաջ է բերելու, ասելու դուք եք այս հարցը փորփրում, ես սահման բացող չեմ եւ այլն, հա։ Փաշինյանը մտադիր է սա չանել, ասում է թիվ 1 հարցը չի ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր օրակարգի փակում ենք Ղարաբաղյան շարժումը, այսինքն չենք պահանջում Արցախը Հայաստան կամ Արցախի հայերի իրավունքների հարց առաջ չենք քաշում, այ ինչ եք դուք մտածում, այս ռազմավարությունը արդյոք կարող է աշխատել, ինչ եք մտածում եւ իդեպ հանրային ըմբռնում կարող է ռազմավարությունը որտեղ ներքին քաղաքական կյանքում թե Եկեք երկուսն էլ հասկանանք։ Ավելի շատ արտաքինից սկսենք, հետո ներքին ընկալումներից էլ կխոսենք։ Ես կառաջարկեմ, որ սկսենք գաղափարից, հա։ Նախ Բայց ես երևի ճիշտ նկարագրեցի, չէ՞, նրանց այդ մտադրությունը։ Երբ էր ընդունվում հռչակագիրը։ Հռչակագիրը ընդունվում էր այն ժամանակ, երբ Հայաստանը գնում էր դեպի անկախություն,
գնում էր այն ճանապարհով, որ պիտի դառնա անկախ պետություն այն աշխարհում, որը կար 90 թվականներին, երբ որ միջազգային հանրությունը հսկայական դեր էր խաղում բոլոր հարաբերություններում, այդ թվում նաև փոքր երկրների միջև հարաբերություններում եւ կային որոշ սկզբունքներ կապված եւ ինքնորոշման հետ եւ ցեղասպանությունների ճանաչման հետ, որոնք հիմք էին տալիս Հայաստանին հուսալ, որ այդ միջազգային աջակցությունը լինելու է։ Եթե չլիներ միջազգային աջակցությունը, ապա միգուցե նաև անկախությունը իրատեսական չէր դառնա այլ փուրում Հայաստանի համար։ Այսպես որ Սահմանադրության եւ կներեք հռչակագրի այն բովանդակությունը, որ մենք ունեցել ենք, ինքը համահունչ էր այն ժամանակներին եւ ազգային պատկերացումներին եւ միջազգային գործընթացներին, դա նորմալ էր։ Ի վերջո հիշենք, որ դրանից կարճ ժամանակ անց ձևավորվեց, արդեն անկախությունից հետո ձևավորվեց Մինսկի խումբը, որը մի հատ պատկերացնենք, էլի, որը կոչված էր կազմակերպել համաժողով, որտեղ որոշվելու էին բոլոր հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդ թվում նաեւ Արցախի կարգավիճակը։ Իսկն դրանք էին պատկերացումները եւ նրանք ունեին հիմք։ Այսօրվա բարձրակից նայելով այնտեղ մենք կարող ենք ասել, այդ ինչի վրա են գույս դնում, բայց դա այն ժամանակ նորմալ էր եւ որքան էլ ես ամեն դեպքում այդպիսի ընկալում ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր անմիջական զինակիցները դեմ էին ընդհանրապես, որ այդպիսի շեշտադրում դրվի Արցախի եւ ցեղասպանության վրա հռչակագրում։ Նրանք հասկանում են, որ ի վերջո դա չի հակասում ընդհանուր միտումներին եւ քանի որ գնում ենք անկախ պետականության ձևավորման, ցանկալի է ունենալ համերաշխություն խորհրդանում տարբեր քաղաքական ուժերի միջև, իսկ այն ժամանակ մենք արդեն ունենք բավականին բազմազան եւ բազմակարծիք խորհրդարանը եւ գնացին այդ ճանապարհով առանց տեսնելու դրանից բխող բոլոր խնդիրները, որոնք երևացին այսօր, կարող են եւ չերևալ, հա, ասենք ով գիտեր, որ Դոնալդ Թրամփը դառնալու այն ժամանակ դառնալու է Արշավ գույքի տիրույթից գալու է դառնալու։ Միգուցե միայն իրեն 1987 թվականին ԽՍՀՄ հրավիրողները այդպիսի ուրեմն պլաններ կամ կանխատեսումներ ունեին։ Այսինքն գաղափարական տեսակետից պարզ էր, ոչ մի կապ այդ հռչակագրի բովանդակությունը չունի նրա հետ, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ դա նշանակում է ինքնիշխանությունից հրաժարում, այն ժամանակ ինքնիշխանությունը հենց այդպես էր ընկալում, որ դա միջազգային միտումների շրջանակներում դու քո ազգային շահերը փորձում ես իրականացնել։ Նորմալ է եւ բոլորը այդպես էին այն ժամանակ վարում։ Ստացվում է հիմա ժամկետանց է այդ բանաձև ըստ վարչապետի։ Ինքը իր բովանդակությամբ ժամկետանց է տարբեր իրադարձությունների հետևանքով, սակայն հիմա վերցնենք ներքին քաղաքական, հա, կողմը այդ հարցի։ Ընդհանրապես, եթե պետությունը ձևավորվում է եւ դրանից կարող են դարեր անցնել, բնականաբար շատ բաներ, նույնիսկ շատ էական բաներ այդ պետության բովանդակության մեջ փոխվում են։ Բայց դա չի նշանակում, որ դու պիտի հրաժարվես այդ հիմնադիր փաստաթղթերից, քանի որ դրանով է վերջո կոնսոլիդացիան պետականության ապահովում։ Եվ ընդհանրապես այդ անկախության հիմնական դեպի անկախություն գնացող երկրի եւ ազգի հիմնադիր փաստաթուղթը ինքը պիտի հարգվի։ Եվ ես ոչ որպես առողջ երևույթ եմ համարում այդ քննադատությունը այսօրվա բարձունքից հռչակագրին։ Հանելը սահմանադրությունից անարգանք է բանը։ Դե հանելը արդեն կապ չունի ներքին քաղաքական, հա, դա արդեն արտաքին քաղաքականության եւ Ադրբեջանի հետ հակամարտության հետ կապված երևույթն է։ Սա եկեք ներքինը պատկերացրեցիք, չէ՞, ինչ եմ ասում, ուսով եմ։ Եկեք ես սադրեմ։ Սադրեք։ Փաշնանը կարող է ասել, գիտեք, այդ մեր հանրային դաշտում հնչող ռազմահայրենասիրական ճառերը, որ մենք պետք է հետ բերենք Արցախը,
Թուրքիային ծնկի բերենք, թուրքերին նվաստացնենք, արժանապատիվ խաղացություն ելն չի լինելու ժողովուրդ ջան, որովհետև մենք պարտված կողմն ենք, մենք թույլ կողմն ենք եւ այսօրվա մեր խնդիրը գոյատևելն է, ցլերի բաժին չդառնալը։ Եվ այո, մեկը կարող է ասել իմ արժանապատվությունը նվաստանում է, թող նվաստանա, բայց Հայաստանը գոյություն ունենա, այսինքն Փաշինյանը կարող է ասել, այո, մենք գնում ենք շատ ծանր, միգուցե մեր ինքնությանը դեմ որոշումների, իհարկե սա դեռ հանրաքվեով պետք է անցնի, բայց սա է միակ ելքը ապահովագրվելու թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Լավ է, վատ է, էմոցիոնալ իմաստով վնասակար է, հուզիչ է, շատ վատ է, այո, բայց սա է միակ տարբերակը անկախությունը պահելու։ Այ ինչ կարող եք ասել նման այդ ամեն ինչը կարելի է տարբեր բառերով ներկայացնել, չնվաստացնելով այն գաղափարները, մտքերը, որ կան տարբեր մարդկանց մոտ, այսինքն դու եթե փորձում ես ճնշել մարդու ինքնությունը, հա, դա չի նշանակում, որ նույնիսկ եթե մարդը համակերպվում է, ինքը ներսում ագրեսիա չի գեներացնում քո նկատմամբ եւ դա այն երևույթն է, որ մենք այսօր տեսնում ենք հասարակության մոտ, որ այդ սիմվոլիկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը իմ պատկերացմամբ հակառակ ռեակցիան է ստեղծում ոչ բոլորի մոտ բնականաբար, բայց շատ-շատերի մոտ ես նույնիսկ համարձակություն կունենամ ասել մեծամասնության մոտ։ Ի վերջո մի բան է դու ձևավորում ես այսօրվա իրողություններին համապատասխան հարաբերություններ հարևանների հետ, հա, ընդունում ես տարածքային ամբողջականությունը, ընդունում ես հարևան երկրի ներքին գործերի մեջ չխառնվելու սկզբունքը, դա իրական քաղաքականություն է, ռեալ պոլիտիկն է։ Չես աջակցում ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Դու կամ ակտիվորեն չես մասնակցում այդ գործընթացում, հա։ Թեև ես կարծում եմ, որ պետությունների միջև հարաբերությունները այդքան էլ անմիջականորեն կապված չեն ցեղասպանության ճանաչման հետ, հա, մի փոքր տարբեր հարցեր են, դա պետությունների միջև հարաբերությունների մասին չէ, կամ այդքան էլ դրա մասին չէ։ Եվ լրիվ ուրիշ բան է, որ դու ուզում ես այդ իրական քաղաքական, իրատեսական քաղաքական հարաբերությունները փաթաթել մարդկանց պարանոցին եւ ասել դու սխալ ես մտածում։ Հիմա այլ կերպ պիտի մտածես, ես քեզ ստիպելու եմ, որ դու այդպես մտածես։ Եվ դա պահանջում է մեր գոյության կարիքը։ Մանավանդ որ դա նախ ի վերջո վիրավորական վերաբերմունք է, ասենք մեր երրորդ հանրապետության հիմնադիրների հասցեին, հա, իսկ այնտեղ թեև ոչ ֆորմալ առումով, բայց ներկայացված էր Հայաստանի քաղաքական մտքի ամբողջ ներկապնակը։ Դեռ նույնիսկ էմիգրացիայի մեջ գտնվող քաղաքական ուժերը ֆորմալ չեն վերադարձել 1990 թվականին Հայաստան, բայց նրանք բոլորը ներկայացված էին խորհրդարանում։ Եվ նույնիսկ անցել էին խորհրդարան ՀՀՇ-ի ցուցակով։ Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, հա։ Այնպես որ այդ նախահայրերի նկատմամբ այդ վիրավորական եւ նույնիսկ հայոյախոսության տարեր օգտագործելով վերաբերմունքը ես կարծում եմ ինքը ճիշտ չի, ինքը պետության հիմքերի շատ լուրջ հարված է հասցնում։ Բայց կներեք, ես էլի վերադառնամ իմ հարցին, ճիշտ եք, միգուցե դա վիրավորական է, միգուցե մեր հայրերը, պապերը վիրավորվեն, պարոն Նավասարդյան, բայց այսօրվա Հայաստանի մարտահրավերները այն մասին են, ըստ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեկնաբանության, ես այսպես սեղմում եմ, ինչպես ChatGPT-ին երկար տեքստերը սեղմում եմ մեկ նախադասությամբ, որ մենք պետք է մեր հարևանների հետ հաշտ ապրենք, չունենանք տարածքային պահանջ, հա, այսինքն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ եւ արտահայտություններին եմ ուշադրություն դարձնում, այլ ոչ թե բովանդակությանը։ Տեսեք, բովանդակության տեսակետից միանգամայն ես համաձայն եմ այդ, եթե մնացածը հանենք այդ իրական Հայաստան հասկացությունից, մնացածը նորմալ է, հա, նորմալ պետական հարաբերությունների գաղափարը այդքան էլ սխալ չի, ես ճիշտ եմ հասկանում, մեկնաբանության եւ ներկայացման խնդիրը։ Եթե խոսքը գնում է միջպետական հարաբերությունների մասին,
դա երբեք նույնը չէ, ինչ ազգային գաղափարախոսությունն է, ինքնությունն է եւ այլն եւ այլն։ Չի կարող լինել նույնիսկ երկու հարևան պետություն, որտեղ գաղափարախոսական եւ մենտալիտետի տեսակետից նույն հիմքերն են, հա, տարբեր են լինում, բայց երկու պետությունները կարողանում են իրար հետ հաշտ ապրել եւ նույնիսկ սերտ համագործակցել, չէ՞։ Այսինքն այդ երկուսը պետք չի իրար հետ խառնել։ Հասկանալի է, չէ՞, ինչ նկատի։ Հասկացա։ Բայց ես ուզում եմ նաեւ մենք գնանք հանրային ընկալումների տիրույթ ձեր թույլտվությամբ։ Այ ինչքանով դուք հանրային գործիչ եք, շփվելով տարբեր մարդկանց հետ տրամադրություններ եք ճշտում, չէ՞, այսինքն յուրաքանչյուրս փորձում ենք հասկանալ մեր շրջապատը ինչ է մտածում, ինչքան էլ վտանգը մեծ է, որ տարբեր փուչիկների մեջ ենք մնում եւ կա վտանգ, որ այն մյուս աշխարհամասերից մենք տեղեկություններ չենք ստանում, Հայաստանյան հանրությունը այսօր Ղարաբաղյան շարժման փակում ուզում է թե չի ուզում, պարոն Ասատրյան, որովհետև գնայք, այս հարցը շատ պարզունակ կարող է հնչել, բայց այս հարցի տակ տարբեր շերտեր կան։ Այսօր կա, այսպես ասենք, արցախցի հայաստանցի բաժանում։ Ես շատ վատ բան եմ հիմա բերում եթերում, բայց դա արդեն կա մեր հանրությունում։ Ասում են Հայաստանի իշխանությունն է անում, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք նաև սովորական օկտատերեր են մտնում այդ դիսկուրսի մեջ եւ թիրախավորում, հա, հայաստանյան հանրության մի հատված կարող է համարել, որ մենք տվել ենք Արցախին ամեն ինչ եւ սա նաև հնչում է Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերով, արել ենք ամեն ինչ, այլևս չենք կարող անել ամեն ինչ, չենք կարող վերադարձին նպաստել, չենք կարող Ղարաբաղյան շարժում շարունակել Եվ պետք է ապրենք այն ինչ որ ունենք դրա տրամաբանության մեջ։ Այ մեր հանրության ընկալումները ինչպիսին է, որովհետև մենք խոսում ենք քաղաքական գործիչներից, պետություններից, մայրաքաղաքներից, բայց մեր հանրությունն է, չէ՞, այս ամեն ինչի, այսպես ժառանգորդ է այս դիսկուրսի։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք այլ թեմաների մեջ չգնանք, որտեղ այն թեման արդյոք ամեն ինչ է արել Հայաստանի իշխանությունը արցախցիների համար կամ արդյոք ամեն ինչ է արել, որ չլինի պատերազմ, համաձայնեք, որ դա լրիվ ուրիշ թեմա է, մենք այնտեղ այնպիսի փաստարկներին կսկսենք դիմել, որ 50 րոպե կտևի առնվազն, հա։ Այնպես որ այստեղ ընդհանրապես իրողությունների ընդունման միտք կա եւ այդ իրողությունների ընդունումը կրկնում եմ, չպետք է տարածվի առանձին մարդկանց խմբերի, համայնքների գիտակցությանը, այսինքն ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ինձ ասեն, որ դու պարզապես այս հայաստանցի ես, դա այդպես չէ, որտեվ ես Հայաստան եմ տեղափոխվել, երբ արդեն 22 տարեկան էի, հա։ Ես ապրում էի այլ քաղաքում, իսկ իմ, ասենք, ծնողները 4-ը, բոլորներ 4 տարբեր տեղերից էին, որոնք այսօրվա Հայաստանից դուրս են, եւ ես դա չեմ մոռանալու, եւ ոչ մեկ դա չի մոռանալու, եւ այդ նույնականացումը մարդկանց մեջ մնալու է։ Ուրեմն պետք չի դրան ձեռ տալ։ Դու ասա, որ մենք հիմա ապրում ենք այս պետությունում, դուք այս պետության քաղաքացի եք, այս պետությունը հիմա կարող է անել այսքանը, որպեսզի դուք ապրեք կայուն եւ ցանկալի է նաեւ զարգացած պետությունում, զարգացող պետությունում։ Երբ դու դրա այդ շատ նուրբ սահմանը անցնում ես, դու ստանում ես միայն հակառակորդներ եւ շատ ցավալի է, որ մեր քաղաքական կյանքը այսօր եւ բավականին երկար ժամանակ արդեն հիմնվում է ոչ թե բոլորի շահերի ապահովման եւ ջանքերի համախմբման ճանապարհով, այլ առճակատման ճանապարհով, այսինքն քաղաքական խնդիրը լուծվում է գնալով առճակատման, ինչ որ դու ընտրում ես թիրախներ եւ գնում ես այդ թիրախների հետ, այո, որոնցով պետք է ոչնչացնել ամբողջ տրամաբանությունը ներքաղաքական պայքարի այստեղ է, եթե դու չես գտնում թշնամի, դու գոյություն չունես։ Հա, դա շատ ես կասեի անառողջ երևույթ է եւ փաստորեն
քաղաքական ուժերի միջև արճակատումը ինքը տեղափոխվում է նաև նույնիսկ քաղաքական ուժերի հետ կապ չունեցող մարդկանց պարագայում, այսինքն արճակատման մեջ ես մտնում, ասենք, սասունցու հետ, վանեցու հետ։ Լավ բան չի դա եւ լարվածության ավելորդ թեև ես չեմ կարող լավատես լինել, որ մինչև 26 թվականի մայիս-հունիս այստեղ որևէ փոփոխություն կունենա, բայց գոնե դրանից հետո, հա։ Հիմա հանրությունը ուզում է փակել Ղարաբաղյան շարժումը, թե չէ։ Հայաստանյան միջին վիճակագրական դա մի ուրիշ ինձ համար անհասկանալի բան է, ոնց կարող է, ասենք, իշխանությունը փակել այս կամ այն շարժում։ Ի վերջո շարժումը դա պետության հետ կամ պետական կառույցների հետ կապ չունեցող երևույթ է, հա։ Կարող են լինել 20 հոգի, որոնք ինչ-որ շարժում են սկսում, եւ նկատի ունի Արցախի հայերի քաղաքաշինական հարցը այլևս չի բարձրացնում։ Իհարկե, ոնց կարող է պետության ղեկավարը ասել շարժում չի լինելու Հայաստանում։ Սա ինչ է։ Երբ բոլորը շարժում են։ Ամեն օր եւ բոլորը այո, ինչ որտեղ շարժում, ինչ որ անհասկանալի գաղափարներ եւ անհասկանալի հասկացություններ, անհասկանալի երևույթներ են մցվում մեր հանրային դաշտ եւ մարդիկ ինձ թվում է ուղղակի ապակողնորոշված են, արդեն չեն հասկանում որն է պետության դերը, հա, որն է գործադիր իշխանության դերը, որն է փիլիսոփաների դերը, որն է, չգիտեմ, քաղաքակցա խառնվել է իրար մեզ մոտ եւ դա շատ ցավալի է, դա վետարքիր է, որ դա շատ լավ նկատում են նաեւ մեր հարևան երկրներում եւ օգտվում են դրանից։ Հա, շատ համտորեն խաղալով եւ մեր հասարակության եւ քաղաքական վերնախավի տարբեր լարերի վրա։ Բայց ես ուզում եմ կոնկրետացնել, պարոն Ասարդյան։ Ռոբերտ Քոչարյանը ասում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից կարճենք Արցախի հայերի վերադարձի օրակարգի սպասարկման նպատակով։ Փաշինյանը ասում է չկա այդպիսի օրակարգ, որովհետև իրատեսական չի, որովհետև եթե նրանք վերադառնան համաձայն է լինել Ադրբեջանի քաղաքացի ծառայել նրանց բանակում եւ այլն, երևի չէ, համաձայն չեն, այդ հարցը մենք առաջ չենք տամ, երևի երբ որ ասում են շարժումը փակենք, դա նկատի ունի, չգիտեմ։ Ну, ուրեմն ճիշտ բառապաշար է պետք օգտագործել։ Իր խնդիրներից մեկը այն է, որ չի բացատրում։ Ես անընդհատ եւ ես դրա համար անընդհատ ասում եմ, որ իրական քաղաքականության հետ կապված հասկացությունները չխառնվեն գաղափարական, փիլիսոփայական, սոցիոլոգիական եւ այլ բառապաշարի հետ, քանի որ դրանից հասարակությունը չի կրթվում, չի լուսավորվում, հա, այլ հակառակն է տեղի ունենում, մարդկանց ուղեղների մեջ ամեն ինչ խառնվում է, մանավանդ որ ընդհանուր մթնոլորտը նպաստավոր է դրա համար։ Իսկ ես միանշանակ համաձայն եմ, որ այսօր բնականաբար արցախցիների վերադարձի հարցը որևէ պրակտիկ լուծում չի կարող ունենալ, այն կարող է լուծում ունենալ միայն եթե լինի զարգացող բարեդրացիական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ պարագայում կարող են վերադառնալ օրակարգ եւ պայմանների եւ իրավունքների եւ բոլոր այն հարցերը, որոնց լուծումը անհրաժեշտ է, որպեսզի հայերը կարողանան ապրեն իրենց պատմական հայրենիքում։ Այսօր դրա հնարավորությունը ակնհայտ է, որ չկա եւ պահանջը, որ վերադառնա դա հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ իրողությունների հետ որևէ առնչություն չունի։ Դա կարող է միայն ապագայի հարցը լինել եւ ամեն դեպքում եթե մենք խոստացանք, որ քննարկելու ենք նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցը հռչակագրի տեսակետից, մենք դեռ չգիտենք պատասխանը Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հա, նկատի եք։ Կարող է լինել պատասխան, օքեյ, մենք գոհ ենք այդ մոտեցումից եւ կսպասենք, բայց եւս 2 տարի կսպասենք, հա։ Այո։ Կամ գոհ ենք այդ պատասխանից, լավ, եկեք ստորագրենք, բայց կփոխեք սահմանադրությունը։ Չեմ բացառում նման տարբերակ, դա մեկ մոտեցում է, երկրորդ մոտեցումը կարող է լինել, բայց դուք ընդհանրապես հանում եք սահմանադրությունից
հռչակագրի հիշատակումը, բայց արդյոք դուք հրաժարվում եք հռչակագրից։ Ես չեմ բացառում, որ նման հարցադրում էլ լինի Ադրբեջանի կողմից, մանավանդ որ իրավիճակը գլոբալ այնպիսին է, որ Ադրբեջանը չի շտապում։ Պարզ է, որ կողքից շտապացնում են ոչ միայն Հայաստանը, բայց Ադրբեջանը չի շտապում եւ կարող է փորձել գնալ ավելի հեռու եւ ավելի թույլ վիճակում դնել Հայաստանին, քանի որ եթե առաջանա հարցը նաեւ բուն հռչակագրի հետ կապված, որպես ամեն դեպքում պաշտոնական փաստաթղթի, որի վրա խարսխվել է ի վերջո մեր պետականությունը, ապա այստեղից եւ տարածքային պահանջներ կարող են ծագել եւ ցանկացած բան։ Այսինքն, եթե այն երկիրը, որ դուք հռչակել եք որպես սովետական Հայաստանի ժառանգորդ, այլևս չկա։ Եվ ձևավորվում է նոր պետություն, եւ այդ ձևավորման փուլում կարող են լինել նաեւ հարցեր կապված սահմանների հետ, մանավանդ որ Ադրբեջանը իր սահմանադրությունը չի փոխում եւ շարունակում է մնալ ադրբեջանական ժողովրդական հանրապետության ժառանգորդ, որի սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան այսօրվա Ադրբեջանի եւ տարբեր հաշվարկներով մինչեւ 60% Հայաստանի տարածքի կարող են հավակնությունների թիրախ դառնալ։ Մի խոսքով տեսնենք զուտ հակամարտության հաղթահարման տեսակետից միանշանակ չէ եւ ես հաշվի առնելով որքան էլ դաժան է այդ իրողությունը, որ պատերազմում պարտությունը ենթադրում է միակողմանի զիջումներ, այս օրենքից կամ այս կանոնից ոչ մեկ չի կարող խուսափել, այդպես էր առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո, այդպես է եւ այսօր, բայց այդ միակողմանի զիջումները միայն այն դեպքում են ընդունելի եւ ծառայում ապագային, եթե երաշխավորում են խաղաղություն։ Եթե չեն երաշխավորում, եթե կարող են հետևել նոր պահանջներ եւ նոր սպառնալիքներ, ապա իմաստը գնալ այն զիջումներին, որոնք ունեն սիմվոլիկ նշանակություն ընդունել։ Ոնցից հետո միևնույնն է լինելու է եւ Մինսկի խմբի արձակումը միայն սիմվոլիկ նշանակություն ունի, կարող է հիմա Մինսկի խումբը կարող է ինչ որ բան ստիպել Հայաստանին կամ Ադրբեջանին առավել եւս։ Չի կարող ստիպել, չէ՞, ուրեմն ինչու ենք մենք խառնում պրակտիկ հարցերի լուծման հետ նման խորհրդանշական քայլեր։ Նույնը սահմանադրությունը, մենք հասկանում ենք, որ սահմանադրությունից չէ կախված։ Ունենք մենք տարածքային պահանջներ իրար նկատմամբ, թե չէ։ Ի վերջո կնայեք միջազգային հարաբերությունների ներկա եւ երևի առաջիկա թրենդը այն մասն է, որ եթե դու ուժեղ ես եւ կարող ես հիմնավորել քո գործողությունները միջազգային տիրույթում, ոչ մի թուղթ քեզ չի խանգարելու, ասենք։ Եվ ոչ մի միջազգային իրավունքի սկզբունք, հա։ Եվ ոչ մի դատանում դու չես դատվելու։ Եվ նույնիսկ միջազգային իրավունք պահպանող ամենահզոր երկիրը ԱՄՆ-ն այսօր տարածքային պահանջներ է ներկայացնում միանգամից մի քանի երկրներին։ Այսինքն հասկանում ենք, որ այդ սահմանադրության փոփոխության հռչակագրից հրաժարվելու Ադրբեջանի պահանջները միակ նպատակը ունեն հնարավորինս թույլ դիրքում դնել Հայաստանին եւ տեղ թողնել նոր ոտաձգություններին, հա, եւ միայն այն դեպքում, եթե դու համոզված ես, որ դա վերջին զիջումն է եւ դրանից հետո սկսում է հարաբերությունների նորմալացման եւ տարածաշրջանում կայունության հաստատման գործընթացը, եթե կան դրա երաշխիքները, միայն այդ դեպքում իմաստ ունի գնալ այդ միակողմանի զիջումների։ Շնորհակալ եմ պարոն Նավասարդյան, անպայման կհետևենք իրադարձություններին։ Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։